Ողջույն բոլորին, ինձ թվում է վիդեոյի վերնագրից հասկացաք, որ պասիվ էինք, քանի որ աշխատանքներ ենք կատարում մեր սենյակի վերանորոգման հետ կապված, դրա համար մի փոքր պասիվ եմ, թե անձնական եւ թե գործնական էջերում։ Բայց չնայած այդ ամենին դուք շարունակում եք իմ էջերում լինել բավականին ակտիվ, քանի որ արդեն YouTube-ում 500 հետևորդ են եւ բոլորից ցանկանում եմ շատ շնորհակալություն հայտնել։ Ձեզ համար նկարել եմ շինարարական գործընթացից կադրեր, թե ինչ աշխատանքներ ենք կատարում մեր ննջասենյակում, այստեղ կտեղադրեմ, թե ինչ տարբերակներ ենք որոշել սենյակի դիզայնի հետ կապված, սենյակը լինելու է loft ոճի մեջ, չնայած այն նկարները, որոնք որ կտեղադրեմ, հենց այդ դիզայնով չի լինելու, ուղղակի այդ գույների մեջ, բայց դիզայներական աշխատանքները ցանկանում ենք անել մեր պատկերացմամբ, որպեսզի ավելի տարբերվող ու հետաքրքիր լինի։ Այնպես որ վլոգը կլինի երևի մի քանի մասից բաղկացած, այս մասում կտեղադրեմ նախնական աշխատանքները, հաջորդ մասում կտեղադրեմ գրեթե վերջնական աշխատանքները, կահավորանքը ու նաև կտեղադրեմ unboxing, թե ինչ հետաքրքիր իրեր ենք ձեռք բերել մեր սենյակի կահավորանքի հետ կապված։ Այնպես որ ձեզ մաղթում եմ բարի դիտում, իսկ դուք չմոռանաք մեկնաբանություններում գրեք արդյոք հավանում եք մեր ընտրած դիզայնը թե ոչ։ Ահա եւ մեր ննջասենյակը, որը ինչպես նկատում եք, բավականին անմխիթար վիճակում է գտնվում։ Եվ ես ու Նարեկը երկար ժամանակ է ինչ պլանավորում ենք, որ պետք է զբաղվենք մեր սենյակի շինարարական աշխատանքներով, եւ վերջապես որոշեցինք, որ կարող ենք այն իրականացնել։ Այստեղ երեկոյան շատ ուշ ժամի կատարում ենք չափագրումներ առաստաղի հետ կապված, որպեսզի հասկանանք ինչ դիզայն կարող է այնտեղ լինել եւ ինչ շինարարական նյութեր են մեզ անհրաժեշտ այդտեղի համար։ Այստեղ երեկոյան անում ենք չափագրումները, որից հետո գնում ենք այն ամենը, ինչը որ մեզ հարկավոր է եւ արդեն սկսում ենք անցնել աշխատանքի։ Հաջորդ օրը առավոտյան գալիս ենք շինանյութ, գնելու այն անհրաժեշտ իրերը, որոնք որ մեզ հարկավոր են առաստաղի վերանորոգման հետ կապված, եւ երեկոյան արդեն սկսում ենք մեր աշխատանքները։ Այստեղ արդեն սկսում ենք նոր օր եւ բնականաբար որ սկսում ենք սուրճով, սուրճ խմելուց հետո կրկին անցնում ենք աշխատանքի։ Այստեղ ուղղակի չէի կարող նկարահանել կադրեր, թե ինչ գեղեցիկ տեսարան ունենք մենք Բաքում ու նաև նկարահանել եմ, թե ինչ գեղեցիկ են բացվել այգում գտնվող վարդերը։
Այստեղ միամիտ աչքս ընկնում է ու տեսնում եմ, որ բակի ելակները արդեն հասել են, չնայած այնքան էլ հասած չեն, մի փոքր խակ են ու իրենց մեջ կար թթվաշություն, քանի որ չհասած վիճակում իրանք մի փոքր թթվաշ են։ Դրա համար հենց տեսնում եմ մի փոքր կարմրել են, կարնաքուրիկից թաքուն արդեն սկսում եմ պոկել ու ուտելը։ Այստեղ սուրճ խմելուց հետո Նարեկը կատարում է չափումներ, որպեսզի հասկանանք ամեն ինչ ճիշտ ենք անում, թե ոչ, ու հասկանում ենք, որ ունենք մի քանի պակաս գործիքներ։ Աշխատանքի վերջացնելուց հետո Նարեկը բերում է այն ամեն ինչը, որ մեզ անհրաժեշտ է, եւ շարունակում ենք մեր վերանորոգումը։ Այստեղ բոլոր կադրերը կտեղադրեմ արագացված տարբերակով, որպեսզի տեսնեք, թե ամբողջ գիշեր ինչքան ենք աշխատանքներ կատարել։ Հաջորդ օրը առավոտյան արդեն մեր ննջասենյակի պատուհանները ամբողջությամբ քանդել էինք, քանի որ պատվիրել էինք նորը եւ որոշեցինք միանգամից փոխել պատուհանները, ապա նոր անցնել առաստաղի վերանորոգմանը։ Ամբողջ գիշեր տանջվելուց հետո ժամը 12-ին նոր վերջացնում ենք պատուհանի տեղադրումը, քանի որ պատվիրել էինք ավելի մեծ չափսով եւ ստիպված էինք քանդել ներքևի հատվածը, որպեսզի պատուհանը լիներ ավելի ներքև, որովհետեւ այնտեղի հետ կապված շատ գեղեցիկ դիզայներական լուծումներ էինք պատկերացնում։ Իսկ արդեն հաջորդ օրը առավոտյան տեղափոխում ենք կահույքը։ Ահա այլ վերջնական տեսքը, որոշեցինք անկողինը տեղափոխել այսպես, քանի որ դիմացի պատի վրա որոշել ենք փակցնենք փոքրիկ հեռուստացույց երեկոյան ֆիլմ դիտելու համար։ Եվ հիմա բոլորիդ մոտ հարց կառաջանա, թե ինչու ենք մենք այսքան բուռն շինարարական գործընթացի մեջ, եկեք միանգամից պատասխանեմ։